Ես գտեցի ռելիեֆային կարեր, սա կոնստրուկտիվ ռելիեֆային կար էր, իսկ սա դեկորատիվ ռելիեֆային կար էր, եւ այս օրինակով ուզում ձեզ ցույց տալ եւս երկու տարբերակ։ Ռելիեֆային կար, որը լայնանում է ներքևում, պարտադիր լայնացնում ենք երկու կողմը հավասար։ Որքան որ լայնացնում ենք ռելիեֆային կարի մի կողմից, օրինակահա այսքան նույն չափով լայնացնում ենք ռելիեֆային կարի մյուս կողմից։ Եվ որ մակարդակին, որ մենք միացնում ենք, օրինակ լայնացում կարող եք մինչև հա այստեղ, երկու կողմներ պետք է լինեն նույն բարձրության, նույն մակարդակի։ Իսկ այս դեկորատիվ ռելիեֆային կարի վրա ուզում ձեզ ցույց տալ ռելիեֆային կար, որը վերածվում է դարսի։ Նշվում է նորից այդ հատվածը, որքան որ դուք ուզում եք որ լինի ռելիեֆային կարի երկարությունը եւ դարսի սկսվելու տեղը, դա կարող է լինել դարս, դա կարող է լինել շլիցա, դարսը կարող է լինել մի կողմանի եւ երկկողմանի։ Ընդհանուր դարսի խորությունը ասում ռելիեֆային կարը կարվելու է մինչև հա այստեղ մի փոքր ներքև եւ սա լինելու է դարս։ Եվ քանի որ ընդհանուր հագուստը լայնացում ունի ներքևի հատվածում եւ կողքի կարը, սա արդեն կողքի կարն է, նույնպես լայնացնում ենք այնքան որքան որ ռելիեֆային կարը։ Էլի նորից նույն բարձրության վրա։ Բոլոր այս թեք գծերի վրա կառուցվում են ուղիղ անկյուններ։ Ուղիղ անկյունները կառուցվում են այնպես, որ զրոյանա մեջտեղի այս հատվածում։ Դա ցանկահա այսպիսի զգեստ, որտեղ ռելիեֆային կարը գնում է դեպի թևափորվածք, ներքևի հատվածում լայնանում է եւ ունի դեկորատիվ ռելիեֆային կար, որը ներքևի հատվածում վերածվում է դարսի։ Այս ռելիեֆային կարի տեսակին, որը գնում է դեպի թևի փորվածք, անվանում են նաեւ պրինցեսա։